Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ այսպես 1935 թվականին հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանը, որը զգալի աշխատանք է կատարում արտասահմանյան գրադարանների եւ զանազան հաստատությունների հետ գիտական ու մշակութային համագործակցություն միջազգային կապերի իրականացման ուղղությամբ։ Եվ այս առիթով մեր տաղավարում են ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի գիտական գծով ղեկավար Տիգրան Զարգարյանը եւ գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը։ Բարի առավոտ, ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Շատ լավ։ Գրադարանը երևի թե այն վայրն է, հա, երբ մեզ փորձում են հենց մանուկ հասակից սովորեցնել, որ գրքերի աշխարհի հետ ավելի լայն ճանաչում ձեռք բերելու համար պետք է հաճախել գրադարան։ Ես հիշում եմ ժամանակին մենք գնում ենք եւ անդամագրվում էինք, հա, եւ հետո այդպես պարբերաբար ընթերցում ենք։ Դե փուլ առ փուլ հետո արդեն գալիս են ավելի հասուն գրադարաններ եւ ավելի հասուն լայն մտածողության համար արդեն գնում ենք հենց մեծ գրադարաններ։ Ովքեր են այսօր ձեր ընթերցողները եւ ինչ եք տեսնում գրադարանում, շարժն ինչպիսին է։ Շատ լավ, ուրեմն դուք ճիշտ նկատեցիք, փոքր տարիքից երեխան հաճախում է գրադարան, որտեղ հենց այդ մշակույթը գրադարան գնալու եւ գրքից օգտվելու ձևավորվում է մանուկ հասակում։ Մեր գրադարան արդեն գալիս են հասուն տարիքում եւ գալիս են կոնկրետ գիտության տարբեր ոլորտներով հետազոտություններ կատարող կամ ասպիրանտներ, հայցորդներ, մագիստրանտներ եւ ավելի բարձր պաշտոններ ունեցողներ, գիտնականներ, կարճ ասած գիտնականներ։ Մեր ակադեմիայի գրադարանը Հայաստանում ամենամեծն է գիտական տպագիր ժառանգության պահպանության առումով։ Մոտ 3.5 միլիոն միավոր գրականության մասին է խոսքը։ Եվ բնականաբար այդ ամբողջ գրականությունը իսպաս է դրվում հայաստանյան գիտության զարգացմանն ու հանրայնացմանը, որպեսզի մեր գիտնականները հնարավոր բոլոր միջոցներով առավել հեշտ եւ արդյունավետ կատարեն իրենց ուսումնասիրությունները։ Մեր ընթերցողները տարբեր գիտության տարբեր ոլորտներին են պատկանում եւ բոլորը մեծ հաճույքով գալիս են։ Հիմա շատ են խոսում թվային հնարավորությունների, էլեկտրոնային ռեսուրսների մասին, բայց ասեմ, որ ավանդական տարբերակով գրքի ընթերցումը եւ նաեւ աշխատանքների իրականացումը ընթերցասրահում շարունակվում է նաեւ նույն ձևով։ Իհարկե ձեր ասած տարբերակը, որ դուք գալիս եք, գրանցվում եք, տոմս եք վերցնում, դա պահպանվել է, այսինքն ավանդական գրադարանի մոդելը Հայաստանում դեռ շարունակում է գործել, բայց դրա կողքին արդեն կա սպասարկման ավտոմատացում, որը հնարավորություն է տալիս արդեն տանից կամ ցանկացած վայրից կատարել պատվերները, գալ գրադարան կամ վերցնել գիրքը տանել կամ նստել ընթերցասրահում կարդալ։ Այսինքն սա շատ լավ հնարավորություն է մեր ընթերցողների համար խնայել ժամանակը եւ այն տրամադրել գիտական ուսումնասիրություններ կատարելուն։ Եվ մինչև խոսքը պարոն Զարգարյանին կփոխանցեմ, նշեմ նաեւ, որ առաջինը Հայաստանում մենք այս տարի փորձարկել ենք էլեկտրոնային ստորագրությունը, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ անցում կատարել թղթից դեպի էլեկտրոնային ռեսուրսներ, երևի թե պարոն Զարգարյանն ավելի մանրամասն այս մասին կպատմի։ Դե շարունակելով ասեմ, որ հիմա աշխարհում գրադարանային աշխարհում մեծ քննարկումներ են գնում կանաչ գրադարան հասկացության ուղղությամբ, այսինքն էներգոխնայող գրադարաններ, թուղթ չօգտագործող գրադարաններ եւ այդ առումով երևի թե մենք առաջիններից մեկն ենք Հայաստանում, որ անցում են կատարում դեպի կանաչ գրադարան եւ Տիկին Գրիգորյանի ասածը, որ էլեկտրոնային սպասարկում, էլեկտրոնային ստորագրություն, դա հենց այն ճանապարհն է, որը մենք որդեգրել ենք եւ գնում ենք։ Եվ միշտ ակադեմիայի գրադարանը եղել է նորարարական հարթակ եւ իր մոտ կիրառվող տեխնոլոգիական լուծումները տրամադրել է հանրապետության այլ գրադարաններին։ Հույս ունենամ, որ այս մոտեցումը էլեկտրոնային ստորագրություն, կանաչ գրադարան, այդ բոլորը եւս մենք կբազմացնենք եւ կտրամադրենք մեր մյուս գրադարաններին եւս։ 1935 թվականին հիմնվել է գրադարանը, Հայաստանի փաստորեն հոբելյանական էր ձեզ համար, ինձ հետաքրքիր է ինչպես ինչ միջոցառումներ իրականացրիք, ինչպես անցավ տարին, քանի որ արդեն տարեվերջ է եւ ամփոփում ենք նաեւ։ Միջոցառումներ, որպես այդպիսին եղել են շատ փոքր, ավելի շատ լոկալ, տեղային բնույթի, տարբեր համագործակցության հուշագրերի կնքում եւ այլն, բայց տարին հոբելյանական էր եւ մենք ամբողջ այսպես մեր ուժով պատրաստվեցինք հոբելյանական միջոցառմանը, որը տեղի կունենա
կունենա դեկտեմբերի 17-ին ժամը 12-ին մեր Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում եւ հոբելյանական տարվա շրջանակում մենք նախ փորձեցինք ամփոփել թե ինչ ենք արել մենք, ինչ ենք տվել գրադարանային հանրությանը եւ որոնք են մեր առաջիկա ռազմավարական ուղղությունները։ Այս առումով մենք հասկացանք, որ բավականին լուրջ համագործակցություն ենք ունեցել հայաստանյան գրեթե բոլոր գիտակրթական ու մշակութային օջախների հետ։ Այսպես մենք ցանկ ենք կազմել մեր գործընկերների եւ բավականին մեծ ցանկ է ստացվել։ Իսկ առաջիկա անելիքները նորից միտված են թվային աշխարհում գրադարանի տեղի ու դերի հաստատմանը։ Փորձում ենք, ինչպես պարոն Զարգարյանն ասեց, նոր ծրագրեր, նոր մոդելներ գտնել լուծումներ, տեղայնացնել ու հետո տարածել մյուսներին։ Ես ավելի շատ, մի փոքրիկ հավելում, եթե թույլ տաք։ Մենք, տեսեք, ես հոբելյանական տարվա ընթացքում երկու խոշոր գաղափար հայտարարեցինք։ Մեկը որդեգրիր գիրք, մյուսը թվային հայրենադարձություն։ Ու գաղտնիք չի, որ հայ գիրքը սփռված է աշխարհում մեկ։ Տպագրավայրեր են եղել, մարդիկ մի երկրից մյուսն են գնացել, գիրքը իրենց համար սրբություն է եղել եւ առաջինը գիրքն են տարել իրենց հետ։ Եվ շատ գրքեր կան, որոնք Հայաստանում չկան պարզապես։ Այդ գրքերը մեկ օրինակ են, ու 2-3 օրինակ եւ բնական է դրանք Հայաստան բերելը անհուսալի գործ է։ Ոչ մի գրադարան չի տա իր այդ արժեքը, որովհետեւ դրանք մշակութային արժեքներ են։ Եվ թվային հայրենադարձություն նախագծի գաղափարը նա էր, որ ինչ որ մարդիկ գիրքը թվայնացնում են, վճարում են դրա համար այդ երկրում եղած եւ նվիրում են հիմնարար գիտական գրադարանին դրա թվային պատճենը, որը մենք տեղադրում ենք համացանցում մեր համահայկական թվանշային գրադարանում եւ հասանելի ենք դարձնում ընթերցողներին, հետազոտողներին։ Այդ առումով խիստ ողջևորիչ է Վիեննա բնակ մեր հայ գործընկերները, ովքեր որ թե որդեգրիր գիրք եւ թե թվային հայրենադարձություն նախագծերի շրջանակում մեզ տրամադրեցին եզակի գրքեր, որոնք աշխարհում մեկ օրինակ են եւ պահվում են Վիեննայի Մխիթարյանների Մենաստանի գրադարանում։ Մյուսը Վիեննայի Մխիթարյան միաբանության մամուլի թվայնացումներ, որտեղ ինքը եզակի հարստություն է, լավագույն հավաքածուն է աշխարհում հայ մամուլի եւ փուլարփուլ այդ թվայնացված նմուշները մեզ են ուղարկում, որպեսզի համացանցում հասանելի դարձնենք։ Երրորդը հայատար թուրքերեն գրքերն են, որոնք մենք հիմա աշխարհում մեկնած հավաքում ենք, որպեսզի մեր առանձին շտեմարանը տեղակայենք, քանի որ սա եւս մի եզակի մշակութային շերտ է, որը արժանի է ավելի մանրակրկիտ հետազոտության, այսքան հոբելյանական տարուն ընթառաջ ինչեր են արել։ Այո, 15 թվականին, երբ որ ցեղասպանությունն իրագործվեց, մարդիկ տանից փախչելով իրենց հետ վերցնում էին Աստվածաշունչը ու ամեն ինչ անում էին, որ փրկեն գիրքը, Աստվածաշունչը, հա, եւ այս գրքի փրկությունը եւ գրքի իհարկե գիրք անմահ դարձնելու ազգային մեր առանձնահատկությունը երևի թե ամենակարևոր առանձնահատկություններից է։ Ես հին մարդ եմ եւ նախընտրում եմ թերթել գիրքը, կարդալ, զգալ այդ թերթերը եւ այդպես ստանալ այո, ինֆորմացիա։ Թվային գրքեր չեմ սիրում եւ միշտ նախընտրում եմ, եթե գիրքը կա, ապա գնամ ձեռք բերեմ եւ դա լինի հենց իմը։ Այսօր բանակի է բաժանվել, հա, ընթերցասերը։ Մի մասը սիրում է թվային, նույնիսկ լսելու գրքերը, որ միացնում են մեքենա մեջ լսում։ Մյուս մասը կատեգորիկ դեմը եւ կարդում են միայն իմը։ Ձեր ընթերցողն ինչպիսին է այսօր։ Առավել եւս որ ուղղվածություն ունի գրադարանը։ Երկու տարբերակն էլ կա։ Մի փոքր ավակ սերունդը նորից ձեր ասացի պես գերադասում է նստել ընթերցասրահում եւ կատարել իր հետազոտությունը, բայց մի նրբություն կա։ Մեր գրադարանը գիտական գրադարան է եւ գիտությունը շատ արագ առաջ է գնում։ Այո։ Բնականաբար, հատկապես բնագիտական կամ ֆիզիկա-մաթեմատիկական ուղղություններով գիտական ճյուղերի զարգացմանը համահունչ մենք պարտավոր ենք ավելի շատ ուշադրություն դարձնել այդ աղբյուրների թվային տարբերակներով մեր շտեմարանները հարստացնել։ Սա ուղղություն է, որը փոփոխման ենթակա չէ։ Բնականաբար այդ ուղղության ներկայացուցիչները, գիտնականները գերադասում են ավելի շատ հետևել էլեկտրոնային ռեսուրսներին։ Ինչ վերաբերում է հայագիտության, այստեղ մենք մի փոքր նյուանս կա, էլի, որովհետև հայագիտությունը նախ ինչպես ասաց պարոն Զարգարյանը, աղբյուրները տարածված են ամբողջ աշխարհում։ Դրանք ֆիզիկապես չկան, որ գան այստեղ կարդան, ու բնականաբար միայն թվային տարբերակներով կարող ենք այդ համալրումը անել, գոնե այդպես իսպաստ դնել գիտությանը։ Մյուս կողմից, եթե մենք ընթերցում ենք գեղարվեստական գիրք,
Ձեր ասացի պես իհարկե շատ հաճելի է նստել տանը կամ ընթերցասրահում կամ վերցնել գիրք տանել ու նստել ինչ որտեղ կարդալ։ Այս առումով գեղարվեստական գիրք ընթերցելու առումով միանշանակ նախապատվությունը կարելի է տալ հենց թղթային գրքին։ Իսկ գիտության առումով, երբ որ որևէ տվյալ են ճշտում, շատ արագ ինչ որ բան պետք է արվի, հետազոտությունը ամփոփ են եւ այլն, այս դեպքում թվային ռեսուրսները մնում են անփոխարինելի։ Նորարարությունների առումով ես տեսնում եմ ձեր բոլոր պատմություններից եւ պատմածներից, որ ընդհանրապես հետ չենք մնում աշխարհից, չենք զիջում, այլ հակառակը։ Ձերքը զարկերակին պահած փորձում եք ամեն ինչ անել, որպեսզի գրադարանը հագեցած լինի ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներով եւ նորամուծություններով։ Ինձ հետաքրքիր է այս ամենի մեջ ընթերցող գրադարան կապը եւս պահվում է եւ գիտեք օրինակ այսօր ընթերցողը ինչի կարիք ունի հարմարությունների առումով, նույն իր գիտական թեզը պաշտպանելու համար ինչ է իրեն անհրաժեշտ, ամեն ինչ պետք է ընթերցասրահը գրադարանը կարողանում է ապահովել։ Տեսեք, ընդհանրապես աշխարհում էլեկտրոնային տեսքով գիտական ամսագրերը եւ գրականությունը թղթային չկա արդեն, հատկապես ամսագրերի առումով ողջը էլեկտրոնային է։ Այդ առումով մենք էլ ենք մեր գիտական ամսագրերը տեղափոխում դեպի թվային հարթակ։ Հիմա ընթերցող գրադարան կապը մենք ունենք ընթերցողների մեծ բանակ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս, ովքեր որ մեր ակտիվ օգտվողներն են եւ մեր շտեմարաններից օգտվում են։ Շատ հաճախ թերություններ են նկատում, ասենք թե էջը վատ է նկարվել կամ սխալ է տեղադրված, գրում են, խնդրում են ուղղել։ Հարցումներ ենք ունենում, որ խնդրում ենք մեզ մեր համար արագ թվայնացրեք այս գիրքը կամ այս ամսագրի այս հոդվածը, որովհետև կարիք ունեն դրա, դեռ չենք ասել։ Ուզում եմ ասեմ, այդ առումով մենք ունենք ընթերցողների լայն բանակ, աշխարհում ենք սփռված։ Նույնիսկ Չինաստանից ունենք ընթերցողներ, Ճապոնիայում ունենք ընթերցողներ, այսինքն այնտեղ կան հայագիտական կենտրոններ, որտեղ ուսումնասիրում են այդ հարցերը։ Եվ չենք դժգոհում մեր ընթերցողների բանակից, շնորհակալ ենք իրենց, որտեղ իրենք էլ են մեզ օգնում կատարելագործելու մեր տեխնոլոգիական լուծումները։ Դա է ընդհանուր պատկերը։ Ես միայն ավելացնեմ, որ հիմնարար գիտական գրադարանը ինֆորմատիկայի ինստիտուտի եւ Պոզնանի համալսարանի հետ մեկտեղ արդեն ստեղծել է համահայկական թվանշային գրադարանը, որտեղ բոլոր գիտական հրապարակումները հոդված առ հոդված կամ ամբողջ ամսագիրը կամ ամբողջ գիրքը մուտքագրվում են այդ շտեմարանի մեջ եւ բաց հասանելիությամբ այդ նյութերը հասանելի են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հետազոտողներին։ Եվ ինչն է հետաքրքիր, այնքան կայացած է այդ շտեմարանը արդեն, որ ընդունվում է միջազգային տարբեր գիտակրթական կազմակերպությունների կողմից։ Ես շատ ուրախ եմ, որովհետեւ երբ որ մենք գործուղումների ենք մեկնում աշխարհի տարբեր եւ փորձում ենք ներկայացնել կամ ուսումնասիրում ենք մյուսների փորձը, ես հասկանում եմ, որ այո, մենք ոչ մի բանով այլևս հետ չենք աշխարհից։ Պարզապես տարբեր են հնարավորությունները զարգացնելու։ Եթե ավելի շատ ուշադրություն պետական աջակցություն լինի այս ծրագրերին, միանշանակ մենք կարող ենք նույն հսկա քայլերով առաջ գնալ, ինչպես աշխարհի հզոր համալսարանների գրադարանները։ Գիտությունները զարգանում էին, եթե այն ժամանակ հա շատ դանդաղ, ապա այսօր արդեն ոչ թե տարվա մեջ են զարգանում, այլ ժամյուն գիտությունները զարգանում են, փոխվում են, մուտացիաների են ենթարկվում, ավելանում են, պակասում են։ Ինչպես են կարողանում հասցնել այս ամենը պաշարն ունենալ, որպեսզի ընթերցողը եւ օգտվողը գրադարանից կարողանա իմանալ, որ այնտեղ կգտնի այսօրվա գիտություններին համահունչ ինֆորմացիա։ Տեսեք, ես արդեն ասացի, որ բնագիտական, ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությունների առումով ձեր ասածին պետք է միանշանակ հետևել, որովհետև բավական է, եթե մենք փորձենք աղբյուրը տրամադրել ֆիզիկական, հա, գրքի տարբերակով, միգուցե արդեն ուշացած լինի։ Այս առումով թվային պաշարները մեզ փրկում են, շատ օգնում են, որովհետև մենք ոչ միայն ինքներս ենք թվայնացնում, տեղադրում ու հասանելի դարձնում, մենք հնարավորություն ունենք համագործակցության շնորհիվ թույլ տալ մեր ընթերցողներին օգտվել միջազգային պաշարներից։ Այնինչ անհատին կարող է անհասանելի դառնալ, գրադարանային համագործակցության արդյունքում
տրվում է, այսինքն կան սրահում համակարգիչներ, կարող են մոտենալ, մտնել, չգիտեմ, աշխարհի ամենախոշոր գրադարանները եւ օգտվել իրենց թվային ռեսուրսներից։ Սա նորից մեր գրադարանի առավելություններից մեկն է։ Ինչ վերաբերում է հայագիտությանը, այստեղ մենք շատ լուրջ անելիք ունենք, որովհետեւ իմ կարծիքով հայագիտությունն այսօր ռազմավարական ուղղություն է համարվում, իսկ հայագիտությամբ զբաղվողների ամենամեծ խնդիրը աղբյուրների բացակայությունն է, որոնք գտնելուն եւ որոնց հասանելիությունը ապահովելուն է հենց տրամադրվել մեր գրադարանը։ Մենք ձեզ մաղթում ենք, ահա, եւ գիտական հանրության անունից պետք է մեր երախտագիտության խոսքը հայտնենք գիտության պետական կոմիտեին, որովհետեւ իրենք իրականացրել են բաժանորդագրություն Հայաստանի գիտնականների համար, որպեսզի օգտվեն միջազգային խոշոր հրատարակչական ընկերությունների արտադրանքից անվճար, եւ դա իհարկե մեծ օգնություն է մեր գիտությանը։ Դե մեզ մնում է ձեզ մաղթել հաջողություն, շնորհավորել ամանորի գալիք ամանորի կապակցությամբ եւ մաղթել, որպեսզի ընթերցողները եւ ընթերցասեր հասարակությունը ել ավելի շատ լինի։ Ուզում ենք ձեզ նվիրել արևոք բացիկները, որոնք նախատեսված են ամանորի համար եւ կարծում եմ լավագույն բարեմաղթանքները այստեղ կհայտնվեն եւ ձեր սիրելիների համար։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Իսկ մենք եթերը շարունակում ենք կրկին ամանորի շատ գեղեցիկ երգով Նեթի նոր տարի է։ Գիպջոնը բարի երկնքում Ես երազանքը պահեմ իմ մտքում Որ սերը միայն տարածվի Մարդկան սրտեն անվերջ ջերմացնի Երբ աստղերը վարվեն ամանորի Ու մեզ լուսինը ժպտան օրովի Կլինեն էր աչքներս կգան Երկնքում այս մեծ կախարդական Նոր տարի է, այն բարի է Երազանքներն են կատարվում Նոր տարի է, այն բարի է Հույս ու լույս է մեզ բերժում Նոր տարի է, այն բարի է Հավատա դու հրաշքին Նոր տարի է, այն բարի է Կկատարվի տասներկուսի Ես գիշեր կմնա վարկյանները հաշվեր Լույսերը կվարվեն աշխարհի Կփոխվի տարին կգա նոր տարի Երբ զանգերը հնչեն ամանորի Կփայլի եղևնին հեռվում անտարի Ամպերից կթափվի մի նոր հեքիաթ Կբեջի երջանկություն առատ Նոր տարի է Այն բարի է, երազանքներն են կատարվում Նոր տարի է, այն բարի է, հույս ու լույս է մեզ բերժում Նոր տարի է, այն բարի է, հավատա դու հրաշքին Նոր տարի է, այն բարի է, կկատարվի